1.5 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստան ու Պատիվ ունեմ խմբակցությունները միասնական հայտարարություն չեն անում։ Հայկ Մամիջանյանը հարցազրույց է տալիս Դաշնակցության գրասենյակից դուրս գալուց հետո։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան թեկնածուով արդեն իսկ մեկնարկած է եւ դրան ստորագրել են 6 падգամավոր Պատիվ ունեմ խմբակցությունից։ Պատիվ ունեմի падգամավորները գործընկեր խմբակցության հետ հանդիպման էին եկել քննարկելու հարցը, թե արդյոք Հայաստան ֆրակցիան միանում է վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը եւ ինչպես է հնարավոր դա իրականացնել։ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ավելի ուշ է մոտենում, ասում է, իմպիչմենթի գործընթացը սկսելու դեպքում Հայաստան խմբակցության падգամավորները կփոխանցեն իրենց 28 ստորագրություններով ձևաթուղթը։ Փաշինյանին խորհրդարանով հեռացնելու գործընթացը սկսելու համար 36 ստորագրություն է անհրաժեշտ։ Պատիվ ունեմն ունի 6, իսկ Հայաստան խմբակցությունը 28 ստորագրություն։ Որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է եւս 2 ստորագրություն։ Մենք մեր գործընկերներին նաև այդ հարցով փորձեցինք շոշափել տրամադրությունները հասկանալ այս պահին առնվազն կա այդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար այս պահին դեռ դա չունենք, նաև կա մոտեցում, որ նույնիսկ ունենալու դեպքում այս պահին պետք չի խորհրդարան մտնել, ակնկալելով եւս 18 կամ ինչ որ քանակությամբ քվե գործընթացը լիարժեք սկսելու համար։ Ինչու ավելի վաղ անվստահության գործընթաց չեն սկսել, Սաղաթելյանն ասում է, ոչ թե չեն ցանկացել, այլ անհրաժեշտ ստորագրություններ չեն ունեցել։ Հիմա էլ նույն պատկերն է։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում կարծում են, որ գործը հնարավոր է գլուխ բերել փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման շնորհիվ։ Պատրաստ են այդ գործընթացին եւս մասնակցել, միայն թե քայլերի հաջորդականությունը հասկանալուց հետո։ Խնդիրը ուրիշ տեղ է, պետք է ջանքերը կենտրոնացնել եւ իրոք փորձել համապատասխան ստորագրությունները ունենալ, որ այս գործընթացը տանել առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել։ Եթե հասկացողությունը կլինի այլ ու սլաքները կուղեն այլտեղ, մենք էլ ըստ այդմ կարձագանքենք։ Հայկ Մամիջանյանը վստահ է, այս գործընթացն ավարտվելու է հաղթանակով։ Ստորագրությունները մուտք են արվելու ազգային ժողով այն ժամանակ, երբ ստորագրությունների տեսքով շոշափելի ձեռքբերում ունենան։ Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել եւ դրանք մուտք ենք անելու ազգային ժողով, ոչ թե 36-ի լրանալուն պես, որը մինիմումն է օրենքով սահմանված, այլ շարունակելու ենք ավելի իրատեսական դարձնելու համար։ Հիմա աշխատանքներ են տարվում տարբեր հարթություններում։ Մամիջանյանն ասում է, իրենք հավատում են իրենց նախաձեռնությանը։ Երբեք գործընթացին միանալուց կամ գործընթացը նախաձեռնելուց հարցեր հավանականության մասին, իրատեսականության մասին կամ որոշ մարդիկ նույնիսկ լրջության մասին են խոսում, չենք տվել։ Մերը գործ անելն է, մերը պայքարելն է, որովհետև դա մեր առաքելությունն է, մեր պարտքն է, ու մենք մեր պարտքը վստահաբար կկատարենք։ Հայաստան խմբակցության համար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն ընդունելի է։ Մամիջանյանն էլ օրինակ է բերում Մասիս քաղաքում նրա շուրջ տեղի ունեցած կոնսոլիդացիան։ Հարցին, թե Մասիսի քաղաքապետը կարող է արդյոք նույն հաջողությունն ունենալ Երևանում եւ այլ մարզերում, Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն արձագանքում է այսպես. Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հայրենասերները նույնն են Երևանում, Մասիսում, Աբովյանում ու հերթով քաղաքները չթվարկեմ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։